Բարև ձեզ, կուզենայի ձեզ հետ կիսվել մի հետաքրքիր փաստով, թե ինչպես կարելի է հրաժարվել կամ խուսափել վախից կամ ձեռք ազատվել ընդհանրապես վախից։ Նախ հասկանանք, որ քվանտում ֆիզիկայի ամենակարևոր օրենքներից, որը առօրյա կյանքում մեզ համար խիստ անհրաժեշտ է, որ դրանք իմանանք եւ կիրառենք, դա այն փաստն է, որ ինչի վրա ուշադրությունը դարձնում ենք երկար ժամանակ պահում ենք, դա էլ նյութականացվում է, այսինքն մարդու զննողի ուշադրության ուղղվածությունից փոխվում է իրերի եւ հանգամանքների դրսևորումը եւ իրականացումը, նյութականացումը։ Հիմա ինչից կարող ենք մենք վախենալ կամ ինչ է վախը, ասում են, որ վախը սիրո պակասն է։ Վախի հակառակ կողմը ոչ թե քաջությունն է, այլ վախի հակառակ կողմը սերն է։ Այսինքն, եթե դուք սիրով բաց եք թողնում այն անհանգստությունները, այն մտահոգությունները, որը ձեզ տանջում է, եւ դրա փոխարինում եք անպայման ինչ-որ մի բան, ասում է նաեւ այն օրենքը քվանտում ֆիզիկայի, եթե ինչ-որ տեղ է ազատվում, դուք պետք է ձեր ընտրությամբ այդտեղը լրացնեք, թե չէ կյանքը կլրացնի այնպես, ինչ որ ինքն է ցանկանում, այսինքն, որը հիմնված կլինի հին վարքագծերի, հին հավատամքների հիման վրա, որպեսզի դուք կարողանաք իսկապես ձևափոխել ձեր կյանքը դեպի նոր ուղի, պետք է ինչից որ ձերբազատվեցիք, մտքով դա փոխարինեք մեկ այլ մտքով, այսինքն մեկ այլ պատկերացմամբ, այսինքն նախ մտածեք, թե եթե վախեր չունենաք կամ ինչ-որ կոնկրետ վախ, ինչ-որ հանգամանքի հետ կապված, եթե չունենաք, ինչ է դա նշանակում։ Մինչև վերջ այդ մտքի թելի հետ գնացեք։ Վախը ձեզ արթնացնում է անհանգիստ, այսինքն եթե վախ չունենաք, դուք կարթնանաք հանգիստ, շարունակեք այս միտքը, դուք ավելի լավ կկենտրոնանաք դրական անելիքների վրա, դուք կապրեք անհոգ, ձեր առողջությունը կլավանա, մի հատ ձգվեք այսպես ձեր մարմինը ուղղեք եւ պատկերացրեք, որ առանց այդ վախերի ինչքան հանգիստ ու թեթև եք զգում եւ մի պահ մնացեք այդ հանգստության մեջ։ Հիմա ձեզ հարց տվեք, ինչպես ես կարող եմ հիմա այս անհանգիստ վիճակից տեղափոխվել այդ իմ պատկերացրած հանգիստ վիճակը։ Ուրիշ տարբերակ չկա, պետքա միջով անցնեք։ Պետքա նստեք այդ վախի լրիվ այդ անհանգստությունները, այդ ապրումները, այդ սարսափը, այդ դողերոցքը, այդ ամեն ինչը պետքա վերապրեք հիմա նստած տեղում։ Այսինքն գիտակցաբար մինչև վերջ գնացեք այդ վախի մեջ մտնելով, փորձեք այդտեղից դուրս գալ։ Նայեք, պատկերացնում եք ամենաբացասական սցենարները, բայց երկար չեք մնում այդտեղ։ Պատկերացնում եք զննողի տեսանկյունից, ոչ թե դուք մեջն եք, ձեզ միջից հանեք։ Ձեզ միջից հանում եք ու պատկերացնում եք, թե որ դուք զննում եք, ասենք, ինչ է կատարում այդ վախերը։ Իսկապես մեր հայկական այդ պատմվածքի նման է, որ աղվեսը գալիս է, ասում է, այս սարն իմն է, այս ծառն իմն է։ Վախը այդպիսի մի հատկություն ունի, ոչ սարն է իրենը, ոչ ծառն է իրենը, ոչ էլ կացին ունի։ Վախը աղվեսի պես այդպիսի մի բան է, որը ձեզ ուղղակի իլյուզիաներով պահում է սարսափի մեջ։ Ուրեմն, նախ պատկերացրեք այդ իլյուզիաները, ինչ որ ձեզ համար հետաքրքիր, ավելի տեսանելի ու ինչպես ասեմ, հնարավոր լինի, որ ձեզ համար անձամբ անհատականորեն պատկերացնեք այդ երևույթը։ Մարդկա դա պատկերացնում է որպես մութ ինչ-որ մոխիր է իր վրա թափված, իրեն թափ է տալիս։ Մարդկա պատկերացնում է սառույցի գունդ է ձեռքի մեջ այդ վախը եւ երկար պահելով ձեռքի մեջ տեսնում է ինչպես է հալվում եւ այդ ամբողջ ցեղից հետո ձեռքերը լվանում է եւ այդպես վախից ազատվում է։ Այսինքն այդ վախը մի անհանգստություն է, որ մենք երևակայորեն ստեղծել ենք մեր գլխի մեջ։ Հետո հարցրեք, ես կարող եմ ազատվել այդ վախից։ Սա մի մեթոդիկա է շատ հետաքրքիր, որը հետո կպարզաբանեմ, որը հսկայական մեծ փոփոխություններ է բերում, այս հարցադրումը, ես կարող եմ հենց հիմա չմտածել դրա մասին, կամ ես կարող եմ մտածել, որ ես դրա միջով անցել եմ ու ես անվտանգ դուրս եմ եկել։ Կարող եմ մտածել կարող եմ,
կարող եմ կենտրոնանալ ու ավելի մի քիչ երկար մտածել ու կենտրոնանալ լավ արդյունքների վրա։ Կարող եմ, երբ կարող եմ դա անել, հիմա։ Ուզում եմ դա անել, այո, երբ, նորից, հիմա։ Հիմա ես դա անում եմ, արեցի, վերջացավ։ Այսինքն, այս փուլերով դուք դրա միջով անցնում եք և վախերը ինքնըստինքյան աստիճանաբար կտեսնեք, որ դրանք սկսում են վերանալ ձեր կյանքից, իսկապես առավոտյան արթնանում եք հանգիստ, առավոտյան արթնանում եք ավելի ուրախ տրամադրությամբ և կենտրոնանում եք պարզ մտքով։ Հաջորդ անգամ, եթե ինչ-որ բան ձեզ անհանգստացնում է, ուշադրությունը երկար մի պահեք դրա ուղղությամբ, փոխարինեք դա դրա հակառակ հետևանքով, որը ուզում եք տեսնել, մի քանի րոպե մնացեք այդ իրավիճակի մեջ, անմիջապես ձեզ դրեք նորից դիտորդի դերում ու տեսեք, թե ինչպես է այդ վախը, այդ անհանգստությունը հալվում, կորչում, գնում, դրա միջով դուք անցնելով, ամեն անհանգստություն կարելի է այսպես բուժել և կազդուրվել ի վերջո և վարել առողջ մտավոր կյանք։ Շնորհակալություն, հուսով եմ սա ձեզ կօգնի։